Շարունակելով կենդանակերպի միֆոլոգիան, այսօր ուզում եմ խոսել այրուց նշանի մասին։ Այրուց նշանը կապված է հին հունական միֆաբանության Նեմեյան այրուծի պատմության հետ։ Այս առասպելը խորհրդանշում է ուժ, քաջություն և հաղթանակ։ Ով է Նեմեյան այրուծը, անխոցելի հրեշ։ Այրուց, որը ապրում էր Նեմեա քաղաքի մոտ գտնվող քարանձավում։ Նա սարսափ էր տարածում և պատկերացրեք, որ մարդկանց էր ուտում։ Ուներ կախարդական մորթի, որ ոչ մի զենք, ոչ մի նետ, ոչ մի աղեղ չէր կարող այն ծակել։ Ուրեմն մեծ հերոս Հերակլեսին հրամայեցին սպանել այս այրուծին։ Տեսնելով, որ զենքերն անօգուտ են, նա կռվեց բաց ձեռքերով, խեղդելով այրուծին։ Հետո առյուծի իսկ ճանկերով հանեց այրուծի մորթին, որպես իրեն անպարտելի զրահ, և մորթին հագնում էր իր անխոցելիության և պաշտպանության համար։ Այրուծը ինչպես հայտնվեց երկնքում որպես կենդանակերպի նշան, հա։ Գերագույն աստված Զևսը հիացած էր այրուծի ուժով և իր որդու քաջությամբ։ Հերակլեսը ի դեպ մոռացավ նշի, որ Զևսի որդին էր համարվում։ Նա այրուծին բարձրացրեց երկինք ու դարձրեց այրուծի համաստեղություն։ Այն հիշեցնում է մարդկանց հերոսության մասին։ Ուրեմն, ինչպես է Նեմեյան այրուծի միֆն ազդում այրուց նշանի տակ ծնված մարդկանց բնավորության վրա, ուժ և անվախության։ Միֆի այրուծի պես այս նշանի մարդիկ ունեն ներքին մեծ ուժ, նրանք չեն վախենում դժվարությունից, ունեն պաշտպանական բնաստ, Հերակլեսի մորթու պես։ Այրուծները դառնում են հուսալի, վստահ իրենց մտերիմների համար։ Նրանք միշտ պաշտպանում են թույլերին, ունեն թագավորական պահվածք, ոսկե փառք։ Այրուծի փայլուն մորթին խորհրդանշում է ուշադրության կենտրոնում լինելու սերը։ Նրանք սիրում են, երբ իրենց գովում են։ Հպարտ են, գնահատում են իրենց արժանինքներն ու արժանապատվությունը։ Նրանց դժվար է կոտրել կամ ստիպել նահանջել։ Ունեն առաջնորդի տաղանդ, և դա երկնային կոչում է իրենց համար, քանի որ Զևսը այրուծին տեղադրեց երկնքում, այս նշանի տակ ծնվածները ձգտում են բարձրունքների։ Նրանք ծնված են առաջնորդներ լինելու համար, սիրում են կառավարել և չեն սիրում կառավարվել։ Հին հունական միֆերից բացի այրուծի համաստեղության միֆերից է ուրեմն շատ կարևոր տեղ ունի նաև այլ ժողովուրդների մշակութային միֆերը։ Օրինակ Հին Եգիպտոս, Նեղոսի վարարումը, աստվածային կապը։ Եգիպտացիները այրուծի համաստեղությունը կապում էին Սեխեմետ աստվածու հետ, ով ուներ այրուծի գլուխ։ Բնության զարթոնք, երբ արևը մտնում էր այրուծի նշանի մեջ, Նեղոս գետը վարարում էր։ Դա կյանք էր տալիս չոր հողերին, ուստի այրուծը համարվում է նաև ջրի և կյանքի խորհրդանիշ։ Հին Բաբելոնում բաբելոնացիները այս համաստեղությունը անվանում են Մեծ այրուց, Ռեգուլ։ Նրանք հայտնաբերել էին այրուծի ամենապայծառ աստղը Ռեգուլը, որը թարգմանաբար նշանակում է թագավորիկ։ Այն համարվում է արքաների և իշխանության հովանավորը։ Ինչ է խորհրդանշում այրուծը միֆերում։ Արևի ուժ։ Գրեթե բոլոր հին միֆերում այրուծը կապված էր արևի, կրակի և ամռան տապի հետ։ Կայծակնային հաղթանակ։ Նա խորհրդանշում է մաքուր էներգիա, որը հաղթում է մթությունը։ Ռեգուալ աստղը համարվում է այրուծի համաստեղության սիրտը և հին աստղագուշակության մեջ ունի հզոր նշանակություն։ Արքայական աստղ, աստվածների նվեր։ Հնում Ռեգուլը համարվում էր երկնքի 4 գլխավոր պահապան աստղերից մեկը, այն կոչվում էր արքայական աստղ։ Մեծ հաջողության այրուծին տալիս է հնարավորություն հասնելու բարձր դիրքի, փառքի և մեծ իշխանության։ Ռեգուլի գլխավոր պայմանները ազնվությունն է։ Ռեգուլը տալիս է հսկայական հաջողություն, բայց դրա դիմաց պահանջում է լինել մաքսիմալ արդար և ազնիվ։
Եթե այրուծը դառնա դաժան, ժլատ կամ սկսի վրեժխնդիր լինել, աստղը կարող է խլել նրանից ողջ հաջողությունը։ Ինչպես է այդ աստղը օգնում այրուծին կյանքում, ուժեղ հմայք է տալիս, ռեգուլի շնորհիվ այրուծները ձգում են ավելի շուտ մարդկանց դեպի իրենց և շատ հեշտությամբ են կառավարում, դառնում ղեկավարներ, առաջնորդներ։ Ունեն հատուկ ունակություն ճգնաժամերի ժամանակ տանել հաղթանակներ։ Այս աստղը օգնում է այրուծներին արագ վերականգնվել նույնիսկ ամենածանր ձախողումներից հետո։ Այսպիսին էր կենդանակերպի այրուծների միֆոլոգիան։ Հարգելի այրուծներ, կարծում եմ դուք ձեզ ճանաչեցիք։ Հետո կխոսենք կենդանակերպի կույս նշանները ինչպես են խաբվում և իրենց դիցաբանական միֆոլոգիայի մասին։